Ամուսնությունը երազանք էր մինչ չորրորդ գիշերը։ Մի հաղորդագրություն բացահայտեց ամեն ինչ։ Դավաճանությունը եկավ կոպիտ, առանց նախազգուշացման։ Եվ նա վերածնվեց կործանման մեջտեղում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելի մարդկանց հետ։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Լուսինեն միշտ հավատացել է երջանիկ ավարտներին։ Մանուկ հասակից մեծանալով Երանի նոր թաղամասի համեստ բնակարանում, նա երազում էր այն պահի մասին, երբ ամեն ինչ կատարելապես տեղը կընկներ։ Սպիտակ զգեստը, ծաղկեփունջը, երազանքների տղամարդը, որ սպասում էր զոհասեղանի մոտ։ Եվ ահա նա, 28 տարեկան, իրականացնում էր այն ամենը, ինչ միշտ պատկերացրել էր։ Տեսարանը չէր կարող ավելի կատարյալ լինել։ Դրախտային լողափ Սանի լճի հյուսիսային ափին, ջերմակ ավազ մերկ ոտքերի տակ, փիրուզագույն ծովը հետին պլանում նարնջագույն մայրամուտ, որ ներկում էր երկինքը, կարծես բնությունը ինքը տոնում էր այդ սերը։ Ռաֆայելը այն էր, ինչ նա միշտ ցանկացել էր։ Բարձրահասակ, հմայիչ, միշտ լավ հագնված, այդ գայթակղիչ ժպիտով, որը ստիպում էր նրան մոռանալ ցանկացած անհանգստություն։ Նա աշխատում էր շքեղ անշարժ գույքի վաճառքով, շատ լավ էր վաստակում, շատ լավ։ Հենց նա պնդեց մեծ արարողություն կազմակերպել, թե գիտեր, որ Լուսինեն ավելի պարզ բան էր նախընտրում։ Բայց ինչպես մերժել, երբ նա ասում էր, որ նա արժանի է լավագույնին։ Ինչպես հրաժարվել, երբ նա նայում էր նրան այդ շագանակագույն աչքերով ասում, որ ցանկանում է տոնել իրենց սերը ամբողջ աշխարհի հետ։ Լուսինեի մայրը, տիկին Թերեզան, կարի ֆաբրիկայում աշխատանքից կոշտացած ձեռքերով կինը, լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում։ Նա միշտ կասկածներ ուներ, բայց երբեք ոչինչ չէր ասել։ Պարզապես գրկեց դստերը, մինչ նա բարձրանում էր զոհասեղան, շշնջաց. «Երջանիկ եղիր, աղջիկս։ Եվ եթե մի օր չլինես, իմացիր, որ իմ դուռը միշտ բաց է»։ Լուսինեն այդ պահին չհասկացավ այդ խոսքերի ծանրությունը։ Նա չափազանց շողշողուն էր, լողում էր երջանկության պղպջակի մեջ, որն անքակտելի էր թվում։ Խնջույքը տեց մինչ ուշ գիշեր, կենդանի երաժշտությամբ, շամպայնով հյուրերով, որոնք անդադար գովում էին, թե որքան կատարյալ էր զույգը։ Անին, նրա լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից, բարում խմում էր նրա հետ, մինչ ոտքերը ցավում էին, երդվելով, որ դա ամենագեղեցիկ հարսանիքն էր, որին երբե ներկա էր եղել։ Հաջորդ օրը սկսվեց մեղրամիսը։ Ռաֆայելը ամեն ինչ պլանավորել էր։ Մեկ շաբաթ Դիլիջանի 5 աստղանի հանգստավայրում։ Ծովափնյա բունգալոներ, նախաճաշիկ մահճակալում, սպա, մասնավոր շրջագայություններ։ Լուսինեն հազիվ էր հավատում, որ ապրում էր այդ ամենը։ Նա, ով միշտ քրտնաջան աշխատել էր որպես վարչական օգնական Երանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունում, ով միշտ խնայել էր յուրաքանչյուր կոպեկը, այժմ շրջապատված էր շքեղությամբ, ուշադրությամբ։ Առաջին օրերը կախարդական էին։ Ռաֆայելը ուշադիր էր, քնքուշ, համառորեն լուսանկարում էր յուրաքանչյուր պահ տեղադրում սոցիալական ցանցերում, ցույց տալով աշխարհին, թե որքան էր սիրում իր կնոջը։ Լուսինեն ամբողջությամբ տրվեց այդ փորձին։ Ցերեկը նրանք ձեռք-ձեռքի տված քայլում էին լողափով, լողում բյուրեղյա մաքուր ջրերում, համտեսում էկզոտիկ ըմպելիքներ։ Երեկոյան, մոմերի լույսի ներքո ընթրիքներ, խոսակցություններ ապագայի մասին, պլաններ տան մասին, որը կգնեին, երեխաների մասին, որոնք կունենային։ Բայց մեղրամսի 4-րդ գիշերը ամեն ինչ փլուզվեց։ Լուսինեն արթնացավ լուսադեմին ծարավից։ Ռաֆայելը խորը քնած էր նրա կողքին, դեմքը հանգիստ, շնչառությունը ծանր, ով ընթրիքին չափից շատ էր խմել։ Նա դանդաղ վեր կացավ, փորձելով չարթնացնել նրան, գնաց բունգալոյի խոհանոց, ջուր բերելու։ Վերադառնալիս նա տեսավ, որ նրա բջջայինը թարթում է անկողնու կողքի սեղանիկին։ Մի ծանուցում։ Մեկ ուրիշը։ Եվս մեկը։ Լուսինեն վարանեց։ Նա երբեք չէր եղել այն տեսակի կինը, որը խուզարկում էր զուգընկերոջ բջջայինը։ Վստահությունը միշտ ամեն ինչի հիմքն էր եղել նրա համար։ Բայց ինչ-որ բան, մի անհանգիստ ինտուիցիա, ստիպեց նրան վերցնել սարքը։ Գաղտնաբար չկար։ Ռաֆայելը միշտ բաց էր թողնում, երբ նրա հետ էր, ասելով, որ թաքցնելու ոչինչ չուներ։ Լուսինեն խորը շունչ քաշեց, բացեց հաղորդագրությունները։ Զրույցի անունը Մարիամ էր։ Հաղորդագրությունները թարմ էին, ուղարկված մի քանի րոպե առաջ։ Նա սկսեց կարդալ, յուրաքանչյուր բառ կրծքին դանակի հարվածի պես էր։ Մարիամն ասում էր, որ շատ էր կարոտում։ Ասում էր, որ այդ շաբաթը տանջանք էր, որ հազիվ էր սպասում նրան հետ իր գիրկը վերադարձնելուն։
Եվ Ռաֆայելի պատասխաններն ավելի վատ էին։ Նա ասում էր, որ ինքն էլ էր տառապում, որ այդ ճանապարհորդությունը պարզապես անհրաժեշտ թատրոն էր, որ շուտով ամեն ինչ կվերադառնա բնականոն հունին։ Նա գրել էր, որ Լուսինեն լավ կին էր, բայց որ այն, ինչ նա զգում էր Մարիամի հանդեպ, այլ էր, դա իսկական կիրք էր, դա էր այն, ինչ իսկապես կարևոր էր։ Լուսինեն զգաց, որ աշխարհը պտտվում է։ Ոտքերը դողացին, նա ստիպված էր հենվել զգեստապահարանին։ Նրա աչքերը սահեցին նախորդ հաղորդագրությունների վրայով։ Ամիսների զրույցներ կային։ Հանդիպումներ հյուրանոցներում։ Ապագայի խոստումներ միասին։ Մարիամը հարցնում էր, թե երբ է նա իսկապես բաժանվելու, նա միշտ ասում էր, որ ավելի շատ ժամանակ է պետք, որ Լուսինեն փխրուն էր, նա չէր ուզում կտրուկ վնասել նրան։ Բայց որ նրա սերը Մարիամի հանդեպ էր, միշտ էլ այդպես է եղել։ Արցունքները սկսեցին հոսել Լուսինեի դեմքով։ Նա ձեռքով բերանը փակեց, որ բարձր չհեկեկա չարթնացնի նրան։ Ինչպես էր դա կատարվում։ Ինչպես կարող էր այն տղամարդը, ով մի քանի ժամ առաջ ասել էր, որ նա իր կյանքի իմաստն էր, այդքան անպարկեշտորեն ստել։ Ինչպես նա ոչինչ չէր նկատել։ Լուսինեն սենյակից դուրս եկավ դողդոջելով, դեռս բռնած նրա բջջայինը։ Նա գնաց բունգալոյի պատշգամբ, որտեղ ծովի ալիքների ձայնը չէր կարողանում հանդարտեցնել այն փոթորիկը, որը մռնչում էր նրա ներսում։ Նա իր բջջայինը վերցրեց դողացող ձեռքերով։ Պետք էր ինչ-որ մեկի հետ խոսել։ Պետք էր արտահայտվել։ Պետք էր հասկանալ, արդյոք դա իրական էր, թե սարսափելի մղձավանջ։ Նա բացեց հաղորդագրությունների հավելվածը, փնտրեց Անիի կոնտակտը։ Մատները այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում մուտքագրել։ Հրաժարվեց գրելուց։ Ձայնագրեց ձայնային հաղորդագրություն։ Եվ այդ ձայնային հաղորդագրության մեջ, խեղդված ձայնով, հեկեկանքների միջից, նա պատմեց ամեն ինչ։ Ասաց, որ հայտնաբերել է հաղորդագրություններ, որ Ռաֆայելը դավաճանում էր իրեն, որ ամուսնությունը սուտ էր, որ չգիտեր ինչ անել։ Ասաց, որ իրեն հիմար, նվաստացած, կործանված էր զգում։ Որ նա այնտեղ էր, դրախտի մեջտեղում, ապրելով իր կյանքի ամենավատ դժոխքը։ Երբ ավարտեց ձայնագրելը, Լուսինեն նույնիսկ չնայեց էկրանին։ Պարզապես սեղմեց ուղարկելու կոճակը, բջջայինը դրեց սեղանին։ Ձեռքերով փակեց դեմքը, լացեց կորցրած պատրանքի, խախտված վստահության, իր պատկերացրած կյանքի համար, որն այլս գոյություն չուներ։ Նա մնաց այնտեղ ավելի քան մեկ ժամ, նայելով մութ ծովին, փորձելով ուժ հավաքել որոշելու համար, թե ինչ անել։ Արթնացնել Ռաֆայելին։ Առերեսվել նրա հետ։ Թե պարզապես հավաքել իրերը, հեռանալ առանց որե բացատրություն տալու։ Յուրաքանչյուր տարբերակ անհնար էր թվում։ Երբ վերջապես վերադարձավ բունգալո, արդեն սկսում էր լուսանալ։ Ռաֆայելը դեռ քնած էր։ Լուսինեն վերցրեց հագուստի փոփոխություն, փակվեց լոգարանում, երկար լոգանք ընդունեց, կարծես կարողանար լվանալ այդ ամբողջ ցավը։ Դուրս գալիս նա մնաց նույն տեղում, անգիտակից, որ իր խաբեությունը բացահայտվել էր։ Լուսինեն վերցրեց իր ճամպրուկը, սկսեց անձայն հավաքել իրերը։ Երբ ավարտեց, նստեց անկողնու եզրին, դիպավ նրա ուսին։ Ռաֆայել, պետք է արթնանաս։ Նա դանդաղ բացեց աչքերը, շփոթված, ժպտաց, տեսնելով նրան։ Բարի լույս, սերս։ Ժամը քանիսն է։ Լուսինեն նայեց այդ դեմքին, որը սիրում էր, այլս ոչինչ չճանաչեց այնտեղ։ Ո՞վ է Մարիամը։ Նրա արտահայտությունը ակնթարթորեն փոխվեց։ Ժպիտը խունացավ։ Աչքերը լայն բացվեցին։ Նա փորձեց թաքցնել, բայց արդեն ուշ էր։ Լուսինե, ես կարող եմ բացատրել։ Պետք չէ, կտրեց նա, ձայնը ամուր, չնայած արցունքներին, որոնք նորից հոսում էին։ Ես ամեն ինչ կարդացի։ Ամեն ինչ, Ռաֆայել։ Յուրաքանչյուր սուտ, յուրաքանչյուր կեղծ խոստում, յուրաքանչյուր անգամ, երբ դու ինձ հետ էիր մտածում էիր նրա մասին։ Նա փորձեց բռնել նրա ձեռքը, բայց Լուսինեն հեռացավ։ Սերս, խնդրում եմ, լսիր ինձ։ Սխալ էր, ես շփոթված էի, բայց հենց քեզ եմ սիրում։ Շփոթված։ Լուսինեն դառը ծիծաղեց։ Դու շփոթված էիր, երբ պլանավորում էիր մեր հարսանիքը։ Երբ քո ուխտերն էիր ասում բոլորի առջ։ Երբ ինձ բերել էիր այս մեղրամիս։ Ռաֆայելը հուսահատված վեր կացավ անկողնուց։ Նա ոչինչ չի նշանակում։ Դա պարզապես մի փուլ էր, երդվում եմ։
Ես կբաժանվեմ նրանից հենց այսօր, հենց հիմա, կտեսնես։ Լուսինեն գլխով արեց։ Ես այլս չեմ ուզում լսել քեզ։ Ես այլս չեմ ուզում տեսնել քեզ։ Ես գնում եմ։ Դու չես կարող գնալ, մենք ամուսնացած ենք։ Նա վերցրեց ճամպրուկը, քայլեց դեպի դուռը։ Ուրեմն կբաժանվենք։ Հաջորդ ժամերը մշուշոտ էին։ Լուսինեն տաքսի գտավ մինչ օդանավակայան, փոխեց երամ վերադարձի տոմսը, նստեց առաջին իսկ հասանելի չվերթը։ Ռաֆայելը փորձեց զանգել տասնյակ անգամներ, հաղորդագրություններ ուղարկեց, բայց նա արգելափակեց համարը։ Նա այլս ոչինչ չէր ուզում դրանից։ Նա պարզապես ուզում էր վերադառնալ տուն, միակ վայրը, որտեղ դեռ իրեն ապահով էր զգում։ Երբ հասավ մոր բնակարան, արդեն երեկո էր։ Տիկին Թերեզան բացեց դուռը, կարիք չզգաց ոչինչ հարցնելու։ Պարզապես բացեց իր գրկը, Լուսինեն փլվեց այնտեղ, լաց լինելով, ինչպես մանկուց չէր լացել։ Մայրը նրան ներս տարավ, թեյ պատրաստեց, դստերը ծածկեց հին ու ծանոթ ծածկոցով, մնաց նրա կողքին, մինչ նա վերջապես քնեց հոգնածությունից։ Հաջորդ օրերին Լուսինեն հազիվ էր դուրս գալիս սենյակից։ Անին հայտնվեց երկրորդ օրը, լի անհանգստությամբ։ Ես ստացա քո ձայնային հաղորդագրությունը, ընկերուհիս։ Եկա հենց որ կարողացա։ Ես այստեղ եմ քո կարիքների համար։ Միայն այդ ժամանակ Լուսինեն հասկացավ։ Ձայնային հաղորդագրությունը։ Նա ուղարկել էր այդ ձայնային հաղորդագրությունը Անիին։ Կամ գոնե այդպես էր կարծում։ Վերցրեց բջջայինը, հաստատելու համար, զգաց, որ արյունը սառեց երակներում։ Ձայնային հաղորդագրությունն ուղարկված չէր եղել Անիին։ Շտապողականության, շփոթության, լուսադեմի հուսահատության մեջ նա այն ուղարկել էր սխալ կոնտակտին։ Եվ երբ տեսավ, թե ում էր ուղարկել այդ հուսահատ հաղորդագրությունը, զգաց, որ հողը նորից բացվում է ոտքերի տակ։ Հարություն Վարդանյան։ Նրա շեֆը։ Ընկերության գործադիր տնօրենը։ Լուսինեն բջջայինը գցեց գետնին։ Անին վերցրեց սարքը, տեսավ բացված զրույցը։ Օ, Աստված իմ, շշնջաց ընկերուհին։ Ես նրան ուղարկեցի, շշնջաց Լուսինեն, անհավատալի։ Ես այդ ձայնային հաղորդագրությունն ուղարկեցի իմ շեֆին։ Նա ամեն ինչ լսել է։ Նա ամեն ինչ գիտի։ Անին փորձեց հանգստացնել նրան։ Տես, գուցե նա նույնիսկ չի լսել։ Այդ գործադիր տնօրենները զբաղված են լինում, օրական միլիոնավոր հաղորդագրություններ են ստանում։ Գուցե նա նույնիսկ չի նկատել։ Բայց Լուսինեն գիտեր, որ այդպես չէր։ Հարություն Վարդանյանը ընկերությունում հայտնի էր նրանով, որ չափազանց ուշադիր էր մանրամասներին։ 40-ից մի տղամարդ, միշտ անթերի իր պատվերով կարված կոստյումներով, դիրքով, որն անմիջապես հարգանք էր ներշնչում։ Նա զուսպ էր, երբեք չէր խառնվում պատահական զրույցների, հազվադեպ էր ժպտում։ Բայց ուներ թափանցող հայացք, կարծես մարդկանց միջով էր տեսնում։ Եվ հիմա նա լսել էր, թե ինչպես էր Լուսինեն լաց լինում, արտահայտվում, հուզականորեն կոտրվում։ Ամոթը, որ զգաց Լուսինեն, ճնշող էր։ Նա արդեն կործանված էր Ռաֆայելի դավաճանությունից։ Եվ հիմա պետք էր հաղթահարել մասնագիտական նվաստացումը, իր անձնական կյանքը ընկերության ամենակարևոր մարդուն բացահայտելու համար։ Ինչպես կարող էր նա նորից նայել նրան։ Ինչպես կարող էր նորից աշխատանքի գնալ, իմանալով, որ նա ամեն ինչ գիտեր։ Հաջորդ օրերը Լուսինեն անզգայության մեջ անցկացրեց։ Հազիվ էր ուտում, հազիվ էր քնում։ Մայրը փորձում էր ուրախացնել նրան սիրելի ուտելիքներով, Անին փորձում էր ստիպել նրան դուրս գալ տնից, բայց ոչինչ չէր օգնում։ Արտաքին աշխարհը թշնամական չափազանց սարսափելի էր թվում։ Ռաֆայելը շարունակում էր կապ հաստատել այլ համարներով, դրամատիկ հաղորդագրություններ ուղարկելով, բայց նա անտեսում էր ամեն ինչ։ Վերադարձից մեկ շաբաթ անց Լուսինեն հաղորդագրություն ստացավ բջջայինով։ Դա ընկերության օգնականից էր, որը տեղեկացնում էր, որ Հարություն Վարդանյանը կցանկանար խոսել նրա հետ։ Լուսինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ահա դա էր։ Նա պատրաստվում էր ազատել նրան աշխատանքից։ Ասելու էր, որ այդպիսի պահվածքը անտեղի է, որ նա հատել էր մասնագիտական սահմանները։ Գուցե ասեր, որ նա պետք է լուծեր իր անձնական խնդիրները կորպորատիվ միջավայրից հեռու։ Լուսինեն անքուն գիշեր անցկացրեց, մտովի պատրաստվելով ամենավատին։ Առավոտյան նախնամքով հագնվեց, փորձելով պահպանել որոշակի արժանապատվություն, թե գիտեր, որ պատրաստվում էր կորցնել ամեն ինչ։
Երբ հասավ Երանի հյուսիսային պողոտայի ընկերության շենքը, նրա ոտքերը դողում էին, երբ մտավ վերելակ, որը նրան կտաներ վերջին հարկ, որտեղ գտնվում էր նրա գրասենյակը։ Օգնականը նրան դիմավորեց քնքուշ ժպիտով առաջնորդեց դեպի ընդարձակ սենյակը, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Հարություն Վարդանյանը կանգնած էր պատուհանի մոտ, դիտելով Երանը ներքից։ Երբ նա ներս մտավ, նա շրջվեց։ Նրա դեմքը անթափանց էր, ինչպես միշտ, բայց նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Դա խղճահարություն չէր։ Դա դատապարտում չէր։ Դա մի բան էր, որ Լուսինեն չէր կարողանում վերծանել։ Լուսինե, նստեք, խնդրում եմ, ասաց նա, մատնանշելով հարմարավետ բազկաթոռը։ Նա հնազանդվեց, ձեռքերը ծնկների վրա հյուսած, փորձելով զսպել դողը։ Պարոն, ես կցանկանայի ներողություն խնդրել կատարվածի համար։ Դա սարսափելի սխալ էր, ես մտադրություն չունեի ձեզ ներգրավել անձնական խնդիրների մեջ։ Ես լիովին հասկանում եմ, եթե դուք ցանկանում եք ինձ ազատել։ Հարություն Վարդանյանը երկար լռեց, պարզապես դիտելով նրան։ Այնուհետ նա նստեց կողքի բազկաթոռին, պահպանելով հարգալից հեռավորություն, բայց ստեղծելով ավելի քիչ պաշտոնական մթնոլորտ, քան Լուսինեն սպասում էր։ Ես ձեզ չեմ ազատի աշխատանքից, Լուսինե։ Ես եկել եմ աջակցություն առաջարկելու։ Նա թարթեց աչքերը, շփոթված։ Ինչպես թե։ Նա շարունակեց, ձայնը ամուր, բայց քնքուշ։ Ես ձեզ մեկ շաբաթ վճարովի արձակուրդ կտամ։ Գիտեմ, որ դուք պետք է մեղրամսի լինեիք, բայց հասկանում եմ, որ հանգամանքները փոխվել են։ Օգտագործեք այդ ժամանակը ձեզ խնամելու համար։ Բացի այդ, ես ընկերության փաստաբանին կառաջարկեմ զբաղվել ձեր ամուսնալուծության գործով։ Զուսպ ձեզ համար անվճար։ Լուսինեն անխոս մնաց։ Դա իմաստ չուներ։ Ինչու էր նա դա անում։ Ինչու էր այդքան հզոր, այդքան հեռու մարդը մտահոգվում նրա խնդիրներով։ Ես չգիտեմ, ինչ ասել, շշնջաց նա։ Դուք կարիք չունեք ոչինչ ասելու, պատասխանեց նա։ Պարզապես ընդունեք օգնությունը։ Եվ երբ պատրաստ լինեք վերադառնալու, ձեր տեղը դեռ այստեղ է։ Ձեր կարողությունն ու նվիրվածությունը չեն փոխվել անձնական խնդիրների պատճառով։ Օրերից հետո առաջին անգամ Լուսինեն ցավից ամոթից բացի այլ բան զգաց։ Նա հույսի փայլատակում զգաց։ Գուցե, պարզապես գուցե, դեռ հնարավոր ճանապարհ կար։ Գուցե նա կարողանար վերականգնվել այդ ամենից։ Երբ դուրս եկավ սենյակից, Լուսինեն դեռս ցնցված էր։ Անին սպասում էր նրան սրահում, անհանգիստ նորությունների համար։ Եվ երբ Լուսինեն պատմեց կատարվածը, ընկերուհին ապշած մնաց։ Նա դա արեց։ Իրոք։ Սառը գործադիր տնօրենը, ում ոչ ոք երբեք չէր տեսել ժպտալիս, այդ ամենը քեզ առաջարկեց։ Լուսինեն գլխով արեց, դեռ մշակելով։ Անին չարաճճի ժպտաց։ Ընկերուհիս, կարծում եմ, ինչ-որ մեկը քեզ է նայում։ Դադարիր, մի ծիծաղեցրու ինձ, պատասխանեց Լուսինեն, բայց զգաց, որ այտերը կարմրում են։ Հաջորդ օրերին Լուսինեն դանդաղորեն սկսեց դուրս գալ փոսից։ Հարություն Վարդանյանի կողմից առաջարկված փաստաբանի օգնությամբ սկսվեց ամուսնալուծության գործընթացը։ Ռաֆայելը փորձեց դիմադրել, բայց դավաճանության ապացույցներն անհերքելի էին։ Մայրը շարունակում էր լինել ապահով ապաստարան, իսկ Անին թույլ չէր տալիս Լուսինեին երկար ժամանակ խորտակվել տխրության մեջ։ Եվ ինչ-որ տեղ իր մտքի խորքում Լուսինեն չէր կարողանում դադարել մտածել իր ճանաչած ամենահզոր մարդու անսպասելի ժեստի մասին։ Մի մարդ, ով կարող էր երես թեքել, բայց ընտրեց ձեռք մեկնել։ Եվ դա, ինչ-որ կերպ, ամեն ինչ փոխեց։ Պատմեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Երբ Լուսինեն վերադարձավ աշխատանքի, նա իրեն ուրիշ մարդ էր զգում։ Ոչ ամբողջությամբ բուժված, բայց միանշանակ ավելի ուժեղ, քան երբ հեռացել էր։ Արձակուրդի շաբաթը հիմնարար էր։ Մոր հետ երկար զրույցների, Անի հետ արտահայտվելու ընկերության փաստաբանի կողմից առաջարկված թերապևտի հետ նիստերի մեջ նա սկսեց հասկանալ, որ իր մեղքը չկար նրա մեջ, ինչ Ռաֆայելն արել էր։ Դավաճանությունը նրա մեջ պակասող ինչ-որ բանի արտացոլումը չէր։ Դա նրա մեջ պակասող ինչ-որ բանի արտացոլումն էր։ Վերադարձի առաջին օրը անհանգստության վճռականության խառնուրդ էր։ Լուսինեն այդ առավոտ զգուշությամբ հագնվեց, ընտրելով մի գործնական հագուստ, որը նրան պրոֆեսիոնալ վստահ էր դարձնում։ Երբ մտավ գրասենյակ, որոշ գործընկերներ նրան ողջունեցին անկեղծ ժպիտներով, ուրիշներ՝ հետաքրքրասեր հայացքներով։
Նա գիտեր, որ լուրեր կային։ Միշտ էլ կային։ Բայց նա որոշեց, որ այլս չի մտահոգվի, թե ինչ էին մտածում ուրիշները։ Առավոտյան Լուսինեն խորասուզվեց կուտակված աշխատանքի մեջ։ Զեկույցներ, աղյուսակներ, էլեկտրոնային նամակներ։ Հանգստացնող էր ունենալ ինչ-որ կոնկրետ բան, որի վրա կենտրոնանալ, ինչ-որ բան, որը նա կարող էր վերահսկել։ Կեսօրին մոտ նա ներքին հաղորդագրություն ստացավ մարդկային ռեսուրսների բաժնից, խնդրելով իր ներկայությունը կեսօրին կայանալիք հանդիպմանը։ Նրա սիրտը մի պահ արագացավ, բայց նա խորը շունչ քաշեց հանգստացավ։ Նա արդեն անցել էր ամենավատով։ Ինչ ուրիշ բան կարող էր պատահել։ Հանդիպումը 10-րդ հարկի կոնֆերանս դահլիճներից մեկում էր։ Երբ Լուսինեն ներս մտավ, նա գտավ Պատրիսիային մրտնօրենին, երկու նախագծերի մենեջերների, որոնց նա տեսքով ճանաչում էր։ Նրանք նրան դիմավորեցին ջերմորեն անմիջապես անցան բուն կետին։ Լուսինե, մենք տպավորված ենք ձեր ընկերությունում ունեցած ուղով, սկսեց Պատրիսյան։ Դուք միշտ նվիրված եք եղել, իրազեկ մեծ ներուժ եք ցուցաբերել։ Մենք կցանկանայինք ձեզ հրավիրել մասնակցելու մի ռազմավարական նախագծի, որը մենք մշակում ենք։ Դա կարևոր աշխատանք է, որը կպահանջի լրացուցիչ նվիրում, բայց մենք հավատում ենք, որ դուք ունեք հենց այնպիսի պրոֆիլ, որը մենք փնտրում ենք։ Լուսինեն զարմացավ։ Նա ակնկալում էր վերադառնալ իր սովորական առօրյային, ոչ թե քողարկված առաջխաղացում ստանալ։ Ինչ նախագիծ կլինի։ Դա թվային ընդլայնման նախաձեռնություն է, բացատրեց մենեջերներից մեկը։ Մենք կվերակառուցենք ընկերության ամբողջ տեխնոլոգիական հարթակը, դուք կլինեիք համակարգող թիմի անմիջական օգնականը։ Սա նշանակում է, որ դուք սերտորեն կաշխատեիք յուրաքանչյուր բաժնի ղեկավարների հետ, նա ուղղակի կապ կունենայիք գործադիր տնօրինության հետ։ Սա ներառում էր Հարություն Վարդանյանին։ Լուսինեն դա գիտեր, առանց հարցնելու։ Ես ընդունում եմ, պատասխանեց նա, առանց վարանելու։ Դա հնարավորություն էր, որը չէր կարող կորցնել, անկախ նրանից, թե որքան սարսափելի էր սցենարը։ Հաջորդ շաբաթներին Լուսինեն ամբողջությամբ ընկղմվեց նոր նախագծի մեջ։ Հանդիպումները մշտական էին, ժամկետները՝ սեղմ, ակնկալիքները՝ բարձր։ Նա աշխատում էր մինչ ուշ գիշեր գրեթե ամեն օր, հաճախ լինելով գրասենյակից դուրս եկող վերջին մարդը։ Եվ հենց այդ երկար գիշերներից մեկի ընթացքում նա սկսեց նկատել ինչ-որ տարբեր բան։ Հարություն Վարդանյանը նույնպես ուշ էր մնում։ Նա հաճախ էր տեսնում նրան միջանցքներով անցնելիս, միշտ կենտրոնացած, միշտ այդ լրջության աուրայով։ Բայց երբեմն, երբ նրանք հանդիպում էին դատարկ միջանցքում կամ վերելակում, նա համառորեն ողջունում էր նրան։ Բարի երեկո, Լուսինե։ Լավ աշխատանք այսօր։ Փոքրիկ ժեստեր, բայց որոնք աննկատ չէին մնում։ Մի երեկո Լուսինեն միայնակ էր հանդիպումների սենյակում, վերանայելով հաջորդ օրվա շնորհանդեսները, երբ նա հայտնվեց դռան մոտ։ Կարող եմ ներս մտնել։ Իհարկե, պարոն, պատասխանեց նա, փորձելով չցուցաբերել նյարդայնություն։ Նա ներս մտավ, կանգնեց սեղանի կողքին, դիտելով ցրված թղթերը։ Դուք չափազանց շատ եք աշխատում։ Կարևոր նախագիծ է։ Ես ուզում եմ լավ աշխատանք կատարել։ Եվ դուք անում եք, ասաց նա, առաջին անգամ Լուսինեն տեսավ ինչ-որ բան, որը ժպիտի էր նմանվում նրա դեմքին։ Բայց կարևոր է նա հանգստանալը։ Անիմաստ է հյուծվելը։ Ես գիտեմ, ես պարզապես ուզում եմ ապացուցել, որ արժանի եմ այստեղ լինելու։ Հարություն Վարդանյանը երկար նայեց նրան։ Դուք արդեն ապացուցել եք դա։ Այլս կարիք չկա դա անելու։ Նրա ձայնում ինչ-որ բան կար, որը ստիպեց Լուսինեի սիրտը արագանալ։ Դա խղճահարություն չէր։ Դա հովանավորություն չէր։ Դա ճանաչում էր։ Դա իսկական հարգանք էր։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Նա գլխով արեց դուրս եկավ սենյակից, Լուսինեին թողնելով միայնակ իր շփոթված մտքերի հետ։ Ինչու էր նա ստիպում նրան այդքան տեսնված զգալ։ Դա տարօրինակ էր։ Ռաֆայելը միշտ մեծարանքի խոսքեր էր ասում, միշտ ասում էր, որ նա հատուկ է, բայց երբեք չէր թվում, թե իսկապես տեսնում էր նրան։ Հարություն Վարդանյանը, մյուս կողմից, քիչ էր խոսում, բայց յուրաքանչյուր բառ ծանրություն էր կրում։ Օրերը դարձան շաբաթներ, Լուսինեն իրեն գտավ նրա մասին մտածելիս այնպիսի հաճախականությամբ, որը նրան անհանգստացնում էր։ Դա տեղին չէր։ Նա նրա շեֆն էր։ Նա պարզապես դուրս էր եկել կործանարար ամուսնությունից։ Դա ամենավատ ժամանակն էր ցանկացած տեսակի ռոմանտիկ հետաքրքրություն զարգացնելու համար։
Եվ այդուհանդերձ նա չէր կարողանում խուսափել։ Անին նկատեց փոփոխությունը։ Միասին ճաշելիս նա կողքից հրեց ընկերուհուն չարաճճի ժպիտով։ Դու տարբեր ես։ Աչքերումդ նոր փայլ կա։ Ես լավ եմ, պարզապես։ Կենտրոնացած եմ աշխատանքի վրա։ Կենտրոնացած ես աշխատանքի վրա, թե՞։ Գեղեցիկ շեֆի վրա։ Լուսինեն հազիվ շնչեց հյութից։ Անի։ Մի խոսա այդպես։ Ընկերուհիս, դու ոչ մեկին չես խաբում։ Ամեն անգամ, երբ դու հիշում ես այդ նախագիծը, քո աչքերը փայլում են։ Եվ միշտ ինչ-որ կերպ հայտնվում ես նրա մասին խոսելիս։ Դա բոլորովին այդպես չէ, բողոքեց Լուսինեն, բայց զգաց, որ այտերը կարմրում են։ Նա իմ շեֆն է։ Ես հենց նոր դուրս եկա սարսափելի ամուսնությունից։ Դա ծիծաղելի կլիներ։ Սիրտը ժամանակացույցի չի հետում, սիրելիս։ Եվ տես, այն բանից հետո, ինչ դու անցել ես, արժանի ես մեկին, ով իսկապես կգնահատի քեզ։ Մեկին, ով կտեսնի քեզ։ Անի խոսքերը հաջորդ օրերին արձագանքում էին Լուսինեի մտքում։ Եվ որքան շատ էր նա փորձում անտեսել այն, ինչ զգում էր, այնքան ավելի ակնհայտ էր դառնում։ Մեծ շրջադարձը տեղի ունեցավ հոկտեմբերի անձրոտ 5-շաբթի օրը։ Լուսինեն ավարտում էր զեկույցները, երբ նկատեց, որ արդեն 10 երեկոյան էր անցել։ Գրասենյակը գրեթե դատարկ էր, միայն անվտանգության լույսն էր լուսավորում միջանցքները։ Նա հավաքեց իրերը, վերցրեց պայուսակը, շարժվեց դեպի վերելակ։ Միայն ավտոկայանատեղիում էր, որ նա նկատեց խնդիրը։ Նրա մեքենան չէր միանում։ Մարտկոցը սպառվել էր։ Լուսինեն մի քանի անգամ փորձեց, բայց ոչինչ չաշխատեց։ Վերցրեց բջջայինը, տրանսպորտային հավելված կանչելու համար, տեսավ, որ ազդանշան չկար։ Դրսում ուժեղ անձր էր գալիս, նա արգելափակված էր այդ ցուրտ ու մութ ավտոկայանատեղիում։ Նա զգաց, որ հիասթափությունը մեծանում է։ Իհարկե, դա պետք է պատահեր։ Իհարկե, ամեն ինչից հետո, տիեզերքը դեռ ուղիներ էր գտնում նրա կյանքը բարդացնելու համար։ Նա պատրաստվում էր դուրս գալ մեքենայից փնտրել շենքի պահակին, երբ տեսավ մեկ այլ մեքենայի լուսարձակները մոտենալիս։ Մեքենան կանգնեց նրա կողքին։ Պատուհանն իջավ, Լուսինեն անմիջապես ճանաչեց Հարություն Վարդանյանի պրոֆիլը։ Խնդիրներ կան։ Իմ մեքենան չի միանում, ես բջջայինիս մեջ ազդանշան չունեմ։ Նա չվարանեց։ Նստեք իմ մեքենան։ Ես ձեզ տուն կտանեմ։ Պետք չէ, պարոն։ Ես կարող եմ կանչել պահակին։ Լուսինե, անձր է գալիս, ուշ է, դուք հեռու եք ապրում։ Նստեք։ Տոնը հեղինակավոր չէր, բայց վերջնական։ Լուսինեն վերցրեց պայուսակը, վազեց դեպի նրա մեքենան, թրջվելով մի քանի մետր հեռավորության վրա։ Երբ ներս մտավ, նա անմիջապես զգաց շքեղ ինտերիերի ջերմության կաշվի հոտի հակադրությունը։ Շնորհակալություն, ասաց նա, փորձելով շատ չկատկթացնել նստատեղի վրա։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Որ։ Լուսինեն տվեց մոր բնակարանի հասցեն նոր թաղամասում։ Նա գլխով արեց, սկսեց մեքենա վարել։ Մի քանի րոպե նրանք լռեցին, միայն անձրի ձայնը, որը թակում էր մեքենայի տանիքը, ապակեմակրիչների շարժումը լցնում էին տարածությունը։ Ինչպե՞ս եք, հարցրեց նա, խախտելով լռությունը։ Լավ։ Ավելի լավ, անկեղծորեն պատասխանեց նա։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք։ Արձակուրդը, փաստաբանը։ Ես չէի կարող դա հատուցել։ Պետք չէ հատուցել։ Դուք արժանի էիք աջակցության։ Ինչու դուք դա արեցիք, Լուսինեն իրեն հարց տվեց, նախքան իրեն զսպելը։ Կներեք, չեմ ուզում ներխուժող լինել։ Պարզապես սովորական չէ, որ գործադիր տնօրենը այդպես ներգրավվի աշխատակիցների անձնական խնդիրների մեջ։ Հարություն Վարդանյանը մի պահ լռեց, աչքերը հառած արջի թաց ճանապարհին։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը տարբեր էր, ավելի մեղմ, ավելի մարդկային։ Որովհետև ես լսեցի այդ ձայնային հաղորդագրությունը։ Լուսինեն զգաց, որ արյունը բարձրանում է դեմքին։ Ես շատ եմ ցավում դրա համար։ Դա սարսափելի սխալ էր։ Ոչ, այդպես չէր, ասաց նա։ Դա անկեղծ խոցելիության պահ էր։ Եվ դա ինձ ստիպեց տեսնել մի բան, որը հազվադեպ եմ տեսնում։ Ինչ։ Իսկական մարդ։ Ոչ թե աշխատակից, ոչ թե թերթիկի վրա գրված թիվ։
Մի կին, որը դիմակայում է իսկական ցավին այնպիսի քաջությամբ, որը մարդկանց մեծ մասը չունի։ Լուսինեն անխոս մնաց։ Ոչ ոք երբեք նրա հետ այդպես չէր խոսել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ հույզերը թուլություն էին համարվում, շարունակեց նա։ Որտեղ պետք էր լինել կոշտ, ռացիոնալ, հեռու։ Ես ամբողջ կարիերա կառուցեցի, լինելով այդ մարդը։ Եվ դա աշխատում է։ Ես հաջողակ եմ, ինձ հարգում են։ Բայց ես նա դատարկ եմ։ Խոստովանությունն այնքան անսպասելի էր, որ Լուսինեն շրջվեց, նրան նայելու։ Նույնիսկ մեքենայի մթության մեջ նա կարող էր տեսնել լարվածությունը նրա ծնոտին, կարծես այդ բառերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Երբ ես լսեցի ձեզ այդ ձայնային հաղորդագրության մեջ, լացելիս, բացվելիս, այդքան դաժանորեն անկեղծ լինելիս ձեր ցավի մասին, ինչ-որ բան իմ մեջ արթնացավ։ Ես հասկացա, թե որքան էի անջատվել մարդ լինելուց։ Եվ ես ուզեցի օգնել ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ բան էր անել, այլ որ դուք ինձ հիշեցրիք մի բան, որը ես մոռացել էի։ Ինչը, շշնջաց Լուսինեն։ Որ զգալը թուլություն չէ։ Դա քաջություն է։ Մեքենան կանգնեց կարմիր լույսի տակ։ Կայծակը լուսավորեց երկինքը, որին հաջորդեց ամպրոպ, որը Լուսինեին մի փոքր վախեցրեց։ Հարություն Վարդանյանը շրջվեց դեպի նա, առաջին անգամ, երբ նրանք ճանաչում էին միմյանց, նա տեսավ նրան առանց գործադիր տնօրենի դիմակի։ Նա պարզապես մի մարդ էր, նույնքան կորած ու մենակ, որքան նա էր եղել։ Ես չպետք է սա ասեի, շշնջաց նա։ Դա անտեղի է։ Դուք իմ աշխատակիցն եք, հենց նոր դուրս եկաք ամուսնությունից, իսկ ես։ Դուք ինչ եք, հարցրեց Լուսինեն, ձայնը գրեթե անլսելի։ Հետաքրքրված եմ ձեզանով։ Շատ հետաքրքրված։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Անձրը, երթեկությունը, ամեն ինչ անհետացավ։ Կային միայն երկուսը, այդ փոքր ու տաք տարածության մեջ, ճշմարտությունը կախված նրանց միջ։ Սա խելագարություն է, ասաց Լուսինեն, բայց չէր կարողանում աչքերը կտրել նրանից։ Ես գիտեմ։ Դուք իմ շեֆն եք։ Ես գիտեմ։ Ես հենց նոր պարզեցի, որ իմ ամուսնությունը սուտ էր։ Ես գիտեմ։ Եվ այդուհանդերձ, ավարտեց նա։ Եվ հետո առանց հետանքների մասին մտածելու, առանց ռիսկերը հաշվարկելու, Լուսինեն թեքվեց համբուրեց նրան։ Սկզբում դա վարանող համբույր էր, կարծես երկուսն էլ ստուգում էին, արդյոք դա իրական էր։ Բայց երբ նա պատասխանեց, նրբորեն ավելի մոտ քաշելով նրան, համբույրը խորացավ, լի վերջին շաբաթների կուտակված լարվածությամբ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շունչը կտրված էին։ Լույսը արդեն կանաչ էր եղել մի քանի վայրկյան, հետից եկող ազդանշանը նրանց հետ բերեց։ Իրականություն։ Հարություն Վարդանյանը նորից սկսեց մեքենա վարել, բայց նրա ձեռքը գտավ նրա ձեռքը կոնսոլի վրա, մատները միահյուսելով։ Ինչ արեցինք մենք հենց նոր, հարցրեց Լուսինեն, կես ծիծաղելով, կես խուճապի մեջ։ Միանգամայն անպատասխանատու բան, պատասխանեց նա, առաջին անգամ նա լսեց նրանից եկող անկեղծ ծիծաղ։ Երբ հասան Լուսինեի մոր շենք, անձրը նվազել էր, դառնալով մանր անձր։ Նա չէր ուզում դուրս գալ մեքենայից։ Չէր ուզում, որ այդ պահը վերջանա։ Բայց գիտեր, որ պետք է։ Շնորհակալություն ճանապարհի համար։ Լուսինե, նա բռնեց նրա ձեռքը, մինչ նա դուրս կգար։ Ես չգիտեմ, թե ուր կտանի սա։ Չգիտեմ, ճիշտ է, թե սխալ։ Բայց ուզում եմ նորից տեսնել ձեզ։ Գրասենյակից դուրս։ Որպես սովորական մարդիկ։ Նա ժպտաց։ Ես նույնպես ուզում եմ։ Շաբաթ երեկոյան։ Ընթրիք։ Համաձայն եմ։ Լուսինեն մեքենայից դուրս եկավ, թռչելով։ Երբ տուն մտավ, մայրը արդեն քնած էր։ Նա անմիջապես գնաց իր սենյակ պառկեց, սիրտը դեռ արագ բաբախելով։ Վերցրեց բջջայինը, տեսավ Անի հաղորդագրությունը, հարցնելով, թե ամեն ինչ լավ է։ Բառերով պատասխանելու փոխարեն, նա սրտի էմոջի ուղարկեց։ Վայրկյաններ անց հեռախոսը զնգաց։ Դա Անին էր, ակնհայտորեն։ Ինչ պատահեց։ Այդ սիրտը պարզապես այդպես չէ։ Լուսինեն ծիծաղեց։ Միանգամայն անսպասելի բան պատահեց։ Պատմիր։ Եվ Լուսինեն պատմեց ամեն ինչ։ Կոտրված մեքենան, ճանապարհը, զրույցը, համբույրը։ Անին այնքան բարձր գոռաց գծի մյուս կողմից, որ Լուսինեն ստիպված եղավ հեռախոսը հեռու պահել ականջից։ Ես գիտեի։
Ես գիտեի, որ ինչ-որ բան կար ձեր երկուսի մեջ։ Օ, Աստված իմ, դու շաբաթ օրը նրա հետ ընթրելու ես։ Ես պետք է օգնեմ քեզ հագուստ ընտրել։ Իրականում, ես պետք է նոր հագուստ գնեմ քեզ համար։ Սա լուրջ է, ընկերուհիս։ Դադարիր, չափազանցնում ես։ Չափազանցնում։ Ընկերության գործադիր տնօրենը քեզ տուն տարավ անձրի տակ, խորը հուզական խոստովանություն արեց, համբուրեց քեզ մեքենայում։ Սա ֆիլմի նման է, Լուսինե։ Դու արժանի ես դրան այն ամենից հետո, ինչ անցել ես։ Եվ գուցե Անին ճիշտ էր։ Գուցե, ամբողջ ցավից նվաստացումից հետո, տիեզերքը վերջապես դավադրություն էր կազմակերպում հոգուտ նրա։ Գուցե այդ պատահական հանդիպումը, սխալմամբ ուղարկված այդ ձայնային հաղորդագրությունը, այն հրումն էր, որը նրան պետք էր իրական բան գտնելու համար։ Մինչ Լուսինեն քնում էր այդ գիշեր, նա ոչ մի անգամ չմտածեց Ռաֆայելի մասին։ Նրա մտքերը զբաղված էին միահյուսված ձեռքերի, փոթորկի տակ համբույրի շաբաթ օրվա խոստման հիշողությամբ, որը տարիներով էր հեռու թվում։ Շաբաթը եկավ, կարծես հավերժության սպասում կրելով։ Լուսինեն վաղ արթնացավ, նյարդայնացած, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Դա սովորական առաջին ժամադրության մակերեսային նյարդայնությունը չէր։ Դա ավելի խորը, ավելի նշանակալի բան էր։ Նա զգում էր, որ պատրաստվում էր անցնել մի գիծ, որից հետդարձ չկար։ Անին եկավ բնակարան կեսօրին մոտ, պայուսակներով բեռնված։ Ես գնումներ եմ արել երկուսիս համար, հայտարարեց նա, պայուսակները նետելով բազմոցին։ Դու այսօր երեկո շքեղ տեսք կունենաս։ Դու խելագար ես, ծիծաղեց Լուսինեն, բայց նրա սիրտը արագ բաբախում էր։ Նույնիսկ չգիտեմ, ուր ենք գնում։ Կարոր չէ։ Դու պետք է անթերի լինես, վստահ, անդիմադրելի։ Թող ինձ վրա։ Հաջորդ ժամերը հագուստների փորձարկումների, դիմահարդարման բազմաթիվ ծիծաղների խառնուրդ էին։ Տիկին Թերեզան ամեն ինչ դիտում էր խոհանոցի դռան մոտից, զուսպ ժպիտով։ Նա տեսնում էր, թե ինչպես էր դուստրը վերացնվում, վերականգնում աչքերի այն փայլը, որը Ռաֆայելը մարել էր։ Եվ դա էր այն ամենը, ինչ կարոր էր։ Երբ Լուսինեն պատրաստ էր, նույնիսկ ինքը զարմացավ հայելու մեջ իր արտացոլանքից։ Անին ընտրել էր էլեգանտ մուգ կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա կորությունները, առանց չափազանցության։ Մազերը բաց էին մեղմ ալիքներով, դիմահարդարումն ընդգծում էր նրա շագանակագույն աչքերը։ Նա ուրիշ մարդ էր թվում։ Կամ գուցե, վերջապես, նա իրեն էր թվում։ Հարություն Վարդանյանը նրան վերցրեց ուղիղ երեկոյան 8-ին։ Երբ Լուսինեն բացեց դուռը, նա տեսավ ազդեցությունը նրա հայացքում։ Նա չէր կրում գրասենյակի պաշտոնական կոստյումը, հագած էր բաց կապույտ վերնաշապիկ մուգ տաբատ։ Նա ավելի երիտասարդ էր թվում, ավելի հանգիստ։ Եվ բացարձակապես գրավիչ։ Դուք գեղեցիկ եք, ասաց նա, ձայնի անկեղծությունը ստիպեց Լուսինեին իսկապես գեղեցիկ զգալ իրեն։ Շնորհակալություն։ Դուք նույնպես լավ եք։ Նա ժպտաց, Լուսինեն նկատեց, որ ավելի ու ավելի հաճախ էր տեսնում այդ ժպիտը նրա դեմքին։ Կարծես գրասենյակից հեռու, նա թույլ էր տալիս իր տարբերակին ի հայտ գալ։ Պատրաստ եք։ Լուսինեն գլխով արեց, արագ հրաժեշտ տվեց, մորը նստեց նրա մեքենան։ Ռեստորանը գտնվում էր հեռավոր, զուսպ թաղամասում, հեռու Երանի գործարար էլիտայի կողմից հաճախվող վայրերից։ Ակնհայտ էր, որ Հարությունը խնամքով էր ընտրել վայրը, փնտրելով գաղտնիություն։ Մթնոլորտը հարմարավետ էր, մեղմ լուսավորությամբ, հեռավոր սեղաններով։ Նրանց առաջնորդեցին ավելի մեկուսացված անկյուն, որտեղ նրանք կարող էին խոսել, առանց լսվելու։ Ընթրիքի ընթացքում զրույցը բնականon հոսում էր։ Նրանք խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին։ Մանկության երազանքների, վախերի, այն բաների մասին, որոնք հազվադեպ էին կիսվում ուրիշների հետ։ Լուսինեն պարզեց, որ Հարությունը մեծացել էր Երանի ավանդական ընտանիքում, որտեղ ակնկալիքները բարձր էին, իսկ սիրո դրսևորումը սակավ։ Նա կառավարում էր սովորել երկրի լավագույն համալսարանում, 30 տարեկանում ստանձնել էր հոր ընկերությունը, այդ ժամանակվանից իր կյանքի յուրաքանչյուր րոպե նվիրել էր աշխատանքին։ Հարաբերությունները հազվադեպ մակերեսային էին։ Նա երբեք չէր ամուսնացել, երբեք երեխաներ չէր ունեցել։ Ասում էր, որ իր կյանքում տեղ չկար այդպիսի պարտավորության համար։ Մինչ հիմա, ավելացրեց նա, նայելով Լուսինեին այնպես, որ նրա սիրտը թռավ։ Իսկ դուք, հարցրեց նա։ Ինչպիսին էր ձեր կյանքը մինչ այս ամենը։
Լուսինեն պատմեց իր պարզ, բայց երջանիկ մանկության մասին, թե ինչպես էր միշտ ուսումնասեր վճռական, թե ինչպես էր աշխատանքի տեղավորվել ընկերությունում համալսարանն ավարտելուց անմիջապես հետո դանդաղ, բայց հետողականորեն բարձրանում։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր Ռաֆայելին հանդիպել ընկերների երեկույթին, թե ինչպես էր նա նրան գրավել ուշադրությամբ հմայքով, թե ինչպես էր նա իսկապես հավատացել, որ դա իր երջանիկ ավարտն էր։ Ես միամիտ էի, խոստովանեց նա։ Ես հավատացի այն ամենին, ինչ նա ասում էր։ Ես նշանները չտեսա։ Դա միամտություն չէր, ուղղեց հարությունը։ Դա վստահություն էր։ Սիրելի մեկին վստահելու մեջ ոչ մի սխալ բան չկա։ Բայց նա արժանի չէր իմ վստահությանը։ Ոչ։ Եվ դուք արժանի չէիք դավաճանությանը։ Բայց տեսեք, թե հիմա որտեղ եք։ Ավելի ուժեղ, ավելի գիտակից, դեռս ունակ բացվելու նոր հնարավորությունների համար։ Շատ մարդիկ երբեք չեն վերականգնվում դրանից։ Լուսինեն ժպտաց, հուզված խոսքերից։ Դուք միշտ գիտեք, ինչ ասել։ Ոչ միշտ։ Իրականում, հազվադեպ։ Բայց ձեզ հետ բառերը կարծես բնականon են գալիս։ Ընթրիքից հետո նա առաջարկեց զբոսնել մոտակա այգով։ Գիշերը զով էր, երկինքը աստղազարդ։ Նրանք քայլում էին կողք կողքի, ձեռքերը երբեմն դիպչում էին, մինչ հարություն վերջապես միահյուսեց իր մատները նրա մատների հետ։ Սա տարօրինակ է, հարցրեց Լուսինեն։ Ինչը։ Մենք։ Շեֆը իր աշխատակիցը։ Սկսելով ինչ-որ բան, երբ ես դեռ ամուսնալուծվում եմ։ Տեսականորեն դա ամբողջովին անտեղի է, խոստովանեց նա։ Բայց գործնականում։ Դա թվում է ամենաճիշտ բանը, որ երբե արել եմ։ Նրանք կանգնեցին լճի մոտ, որտեղ լուսնի արտացոլանքը պարում էր ջրի վրա։ Հարությունը շրջվեց դեպի նա, ձեռքերով նրբորեն բռնելով Լուսինեի դեմքը։ Ես չգիտեմ, թե ուր կտանի սա, նրբորեն ասաց նա։ Ես չգիտեմ, կարող ենք արդյոք դա հեռու պահել գրասենյակից։ Ես չգիտեմ, կաշխատի։ Արդյոք։ Բայց ուզում եմ փորձել։ Ես ուզում եմ լինել ձեզ հետ։ Ես նույնպես ուզում եմ, շշնջաց Լուսինեն։ Եվ հետո նրանք նորից համբուրվեցին, բայց այս անգամ առանց փոթորկի շտապողականության, առանց պահի մղումի։ Դա դանդաղ, հետազոտական համբույր էր, լի խոստումներով։ Հաջորդ շաբաթները աշխատանքում ծայրահեղ զգուշության դրանից դուրս բացարձակ ինտենսիվության խառնուրդ էին։ Գրասենյակում նրանք պահպանում էին անթերի մասնագիտական հեռավորություն։ Ոչ մի չափազանց երկար հայացք, ոչ մի պատահական դիպչում։ Բայց երբ բոլորը հեռանում էին, երբ շենքը դատարկվում էր, նրանք իրենց թույլ էին տալիս մի քանի գողացված պահեր։ Երկար զրույցներ նրա սենյակում, լուռ կիսված սուրճեր, հայացքներ, որոնք ավելին էին ասում, քան բառերը։ Հանգստյան օրերին նրանք հանդիպում էին զուսպ վայրերում։ Ընթրիքներ հեռավոր ռեստորաններում, զբոսանքներ քիչ հայտնի այգիներում, կինոյի դիտումներ դատարկ ժամերին։ Հարությունն ուներ քաղաքից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող լեռնային շրջանում գտնվող ամառանոց, հենց այնտեղ նա տարավ նրան նոյեմբերյան մի հանգստյան օր։ Տունը շքեղ էր։ Կառուցված փայտից քարից, հսկայական պատուհաններով, որոնք բացվում էին դեպի լեռնային անտառների տեսարանը։ Հիմնական սենյակում բուխարի կար, գյուղական, բայց հագեցած խոհանոց, պատշգամբ, որտեղ կարելի էր նստել պարզապես դիտել բնությունը։ Ես այստեղ եմ գալիս, երբ պետք է մտածեմ, բացատրեց Հարությունը բուխարին վառելիս։ Երբ քաղաքը չափազանց ծանր է դառնում։ Դա կատարյալ է, ասաց Լուսինեն, իսկապես տպավորված։ Նրանք անցկացրեցին այդ հանգստյան օրը մտերմության պղպջակի մեջ, որը նրանցից ոչ մեկը նախկինում չէր զգացել։ Նրանք միասին եփում էին, ծիծաղում խոհարարական սխալների վրա, ժամերով խոսում կրակի դիմաց։ Հարությունը պատմեց ճնշումների մասին, որոնց բախվում էր ընկերությունում, ընտանեկան ակնկալիքների մասին, որոնց երբեք չէր կարողանում լիովին բավարարել, մենակության մասին, որը զգում էր, անգամ մարդկանցով շրջապատված լինելով։ Լուսինեն իր հերթին բացվեց իր անապահովության մասին, թե ինչպես էր միշտ զգացել, որ պետք է ապացուցեր իր արժեքը, թե ինչպես էր վախենում բավարար չլինելուց։ Եվ Հարությունը լսում էր ամեն ինչ այնպիսի ուշադրությամբ, որը նա երբեք ոչ մեկից չէր ստացել։ Երկրորդ գիշերը, երբ նրանք պատշգամբում էին աստղերին նայելով, Հարությունը նրան ավելի մոտ քաշեց։ Դու գիտես, որ ես երբեք սա չեմ արել նախկինում, չէ՞։ Ինչը։ Սա։ Իմ տունը, իմ կյանքը բացելը ինչ-որ մեկի համար։ Ես միշտ ամեն ինչ առանձին եմ պահել։
Աշխատանքը աշխատանք էր, անձնական կյանքը լավ, գրեթե գոյություն չուներ։ Ինչու եք դա անում հիմա։ Նա մի պահ մտածեց։ Որովհետև այն ձայնային հաղորդագրությունը, որը դու ուղարկեցիր, ինձ մի բան ցույց տվեց։ Դու լիովին կոտրված էիր այդ պահին, խոցելի, բացահայտված։ Եվ այդուհանդերձ, ուժ կար այնտեղ։ Մի դաժան անկեղծություն, որը ես երբեք ոչ մեկի մեջ չէի տեսել։ Դա ստիպեց ինձ մտածել, թե երբ էր վերջին անգամ, որ ես ինքս անկեղծ էի իմ զգացածի մասին։ Եվ ինչ եք զգում, հարցրեց Լուսինեն, շրջվելով նրան նայելու։ Նրա աչքերը փնտրեցին նրա աչքերը մթնշաղում։ Ես զգում եմ, որ գտել եմ մի բան, որը նույնիսկ չգիտեի, որ փնտրում էի։ Մեկին, ով ինձ տեսնում է պաշտոնից, փողից, իշխանությունից դուրս։ Մեկին, ով ինձ ստիպում է ցանկանալ լինել ավելին, քան պարզապես արդյունավետ գործադիր տնօրեն։ Լուսինեն զգաց, որ արցունքներ են կուտակվում աչքերում, բայց դրանք երախտագիտության, թեթության արցունքներ էին։ Ես նույնն եմ զգում։ Դուք ինձ աջակցեցիք, երբ ես ամենաշատն ունեի դրա կարիքը, առանց որևէ բան խնդրելու։ Դուք ինձ ուժեղ զգալ տվեցիք, երբ կարծում էի, որ ընդմիշտ կոտրվել եմ։ Դուք չեք կոտրվել, Լուսինե։ Դուք վերափոխվել եք։ Այդ գիշեր, լեռան լռության մեջ, աշխարհից դրա դատաստաններից հեռու, նրանք ամբողջովին տրվեցին միմյանց։ Դա պարզապես ֆիզիկական չէր, թե դրանում անհերքելի ինտենսիվություն կար։ Դա հուզական էր, հոգոր։ Կարծես երկու մարդ, ովքեր իրենց կյանքն անցկացրել էին պատերի հետում թաքնվելով, վերջապես քաջություն էին գտել քանդելու արգելքները։ Երան վերադառնալուց հետո նրանք հարաբերությունները պահում էին բացարձակ գաղտնիության մեջ։ Նրանք զգույշ էին, ռազմավարական։ Բայց այն, ինչ սկսվեց որպես նախազգուշություն, շուտով դարձավ անհրաժեշտություն, երբ Լուսինեն սկսեց նկատել հետաքրքրասեր հայացքներ գրասենյակում։ Որոշ գործընկերներ շշնջում էին, երբ նա մոտենում էր։ Ոչինչ կոնկրետ, պարզապես այն անհանգստացնող զգացումը, որ նրան դիտում էին։ Անին առաջինն էր, ով զգուշացրեց նրան։ Ընկերուհիս, մարդիկ խոսում են։ Ինչ են խոսում։ Որ դու տարբեր ես։ Ավելի երջանիկ։ Եվ որ շատ ժամանակ ես անցկացնում ուշ մինչ ուշ երեկո աշխատելով։ Ես իսկապես ուշ եմ աշխատել։ Նախագիծը պահանջկոտ է։ Այո, բայց միշտ Հարություն Վարդանյանն էլ է այնտեղ։ Եվ եկեք խոստովանենք, 2 գումարած 2, 4-ը։ Մենք զգույշ ենք, բողոքեց Լուսինեն։ Ես գիտեմ։ Բայց զգուշությունը երբեք բավարար չէ, երբ խոսքը գնում է գրասենյակային բամբասանքի մասին։ Ես պարզապես զգուշացնում եմ ձեզ, որպեսզի էլ ավելի զգույշ լինեք։ Անի զգուշացումը մարգարեական դուրս եկավ։ Մի ուրբաթ երեկո Լուսինեն Հարությունը որոշեցին ընտրել մի ռեստորանում, որը նրանք անվտանգ էին համարում։ Այն հեռու էր, զուսպ, քիչ մարդկանց կողմից հաճախվող։ Բայց ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Մի անկախ լուսանկարիչ, ով պատահաբար գտնվում էր այդ վայրում, ճանաչեց Հարություն Վարդանյանին։ Նա տեսավ նրան մի կնոջ հետ, ակնհայտորեն ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Եվ արեց այն, ինչ կաներ ցանկացած լուսանկարիչ, փնտրելով նյութ։ Նկարներ արեց։ Լուսինեն Հարությունը ոչինչ չնկատեցին։ Նրանք հանգիստ ընթրեցին, զրուցեցին, ծիծաղեցին, հրաժեշտ տվեցին համբույրով ավտոկայանատեղիում, նախքան յուրաքանչյուրն իր տուն գնալը։ Կարծում էին, որ մեկ գիշեր անցել էր առանց միջադեպերի։ Միայն կիրակի առավոտյան Լուսինեն տեսավ աղետը։ Անին զանգահարեց առավոտյան 7-ին, ձայնը շտապողական։ Միացրու ինտերնետը։ Հենց հիմա։ Սիրտը բաբախելով, Լուսինեն բացեց բջջայինի բրաուզերը։ Եվ այնտեղ էր։ Մի հոդված գործարար բամբասանքների կայքում, վերնագրված։ Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրենը գաղտնի սիրավեպի մեջ է աշխատակցուհու հետ։ Եվ լուսանկարներն աներկբա էին։ Նրանք ռեստորանում, ժպտալով միմյանց։ Համբույրը ավտոկայանատեղիում։ Ամեն ինչ կատարելապես նկարահանված։ Լուսինեն զգաց, որ աշխարհը պտտվում է։ Սա չէր կատարվում։ Չէր կարող կատարվել։ Անմիջապես նրա բջջայինը սկսեց զնգալ։ Դա Հարությունն էր։ Տեսաք, նրա ձայնը լարված էր։ Հենց նոր տեսա։ Լռություն մյուս կողմից։ Այնուհետ, շատ եմ ցավում։ Անզգույշ էի։ Ավելի զգույշ պետք է լինեի։ Ձեր մեղքը չէ։
Մենք երկուսս էլ կարծում էինք, որ ապահով ենք։ Ինչ ենք անելու։ Նախքան Լուսինեն կկարողանար պատասխանել, էկրանին մեկ այլ անուն թարթեց։ Մի համար, որը նա ճանաչում էր, որը արգելափակել էր շաբաթներ առաջ։ Ռաֆայել։ Նա նոր համար էր ձեռք բերել, զանգում էր։ Եվ հետո եկավ հաղորդագրությունը։ Եվս մեկը։ Եվս մեկը։ Հաղորդագրությունները թունավոր էին։ Նա տեսել էր հոդվածը։ Եվ կատաղած էր։ Ասում էր, որ հիմա ամեն ինչ իմաստ ունի, որ նա իրեն դավաճանել էր ամուսնության ընթացքում, որ այդ պատճառով էր այդքան արագ ամուսնալուծություն խնդրել։ Սպառնում էր դատի տալ նրան շնության, զրպարտության, բարոյական վնասի համար։ Ասում էր, որ կգնա մամուլ, որ կպատմի իր պատմությունը, որ կկործանի նրան մասնագիտորեն անձնապես։ Լուսինեն սկսեց դողալ։ Շնչառությունը դժվարացավ։ Դա մեղրամսի նվաստացումն էր, բազմապատկված հազարով։ Հիմա ոչ միայն նա էր բացահայտված։ Հարությունն էլ էր։ Եվ ամեն ինչ նրա պատճառով։ Լուսինե, լսիր ինձ, Հարությունի ձայնը հեռախոսից նրան հետ բերեց։ Շունչ քաշիր։ Շունչ քաշիր ինձ հետ։ Նա փորձեց, բայց արցունքներն արդեն հոսում էին։ Նա ամեն ինչ կկործանի։ Կասի, որ ես քեզ դավաճանել եմ, որ ես ստախոս եմ, որ ամուսնությունը ավարտվել է իմ մեղքով։ Նա ոչինչ չի կործանի, ասաց Հարությունը, ձայնը ամուր։ Որովհետ մենք թույլ չենք տա։ Հանդիպիր ինձ իմ տանը 1 ժամից։ Մենք դա միասին կլուծենք։ Միասին, ասաց նա։ Եվ ինչ-որ կերպ, այդ բառը Լուսինեին մի փոքր ավելի լավ շունչ քաշել տվեց։ Նա այս անգամ միայնակ չէր։ Կողքին մեկը կար, մեկը, ով պատրաստ էր նրա հետ դիմակայել փոթորկին։ Երբ հասավ նրա տուն, Հարությունն արդեն ընկերության փաստաբանի հետ էր։ Նրանք պլան ունեին։ Նրանք պետք է կանխեին Ռաֆայելին, բացահայտեին նրա ստերը, մինչ նա կկարողանար տարածել իր փոփոխված փաստերը։ Նրանք ունեին նրա դավաճանության ապացույցներ, հաղորդագրությունների գրառումներ, վկաներ։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ցույց տալու համար, թե ով էր իսկապես այդ պատմության չարագործը։ Բայց մինչ փաստաբանը խոսում էր իրավական ռազմավարությունների մամուլի հաղորդագրությունների մասին, Լուսինեն հազիվ էր կարողանում ուշադրություն դարձնել։ Նա նայում էր Հարությունին, ով ամուր բռնել էր նրա ձեռքը, մտածում էր, թե արդյոք նրանք կգոյատեն այդ փոթորիկը։ Արդյոք այն սերը, որը նրանք կառուցում էին, բավականաչափ ուժեղ էր դիմակայելու հանրային դատաստանին, բամբասանքներին, Ռաֆայելի փորձին, նրանց ինչ-որ կեղտոտ բանի վերածելու։ Հարությունը նկատեց նրա հայացքը, սեղմեց նրա ձեռքը։ Մենք կհաղթահարենք սա, շշնջաց նա։ Խոստանում եմ։ Եվ Լուսինեն ուզեց հավատալ։ Պետք էր հավատալ։ Որովհետև դա հիմա կորցնելը, ամեն ինչից հետո, չափազանց կործանարար կլիներ։ Հաջորդ շաբաթը Լուսինեի կյանքի ամենադժվար շաբաթներից մեկն էր։ Նրանց հարաբերությունների մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ընկերությունում։ Հայացքները հետում էին Լուսինեին միջանցքներում, խոսակցությունները կտրուկ ընդհատվում էին, երբ նա մոտենում էր։ Որոշ գործընկերներ ամբողջովին խուսափում էին նրանից, ուրիշներն անզգույշ հարցեր էին տալիս, քողարկված մտահոգության տակ։ Ճնշումը շնչահեղձ էր։ Բայց ամենավատը եկավ Ռաֆայելից։ Նա կատարեց իր սպառնալիքը, դիմեց սենսացիոն լրագրողի, առաջարկելով բացառիկ հարցազրույց այն մասին, թե ինչպես էր իր նախկին կինը դավաճանել, հրապարակայնորեն նվաստացրել իրեն։ Հոդվածը պետք է հրապարակվեր 2 օրից, իրեն որպես զոհ ներկայացնող լուսանկարով։ Նա պահանջում էր ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, ինչ նա անվանում էր իր հեղինակությանը հասցված վնաս, հուզական տառապանք։ Լուսինեն իր բնակարանում էր, երբ Հարությունի փաստաբանը զանգահարեց այդ նորությունով։ Նա փլվեց բազմոցին, գլուխը ձեռքերում։ Տիկին Թերեզան նստեց նրա կողքին, քնքշորեն շոյելով դստեր մազերը։ Սիրելիս, դու ոչ մի սխալ բան չես արել, մեղմորեն ասաց մայրը։ Այս մարդը փորձում է օգտվել իրավիճակից, որովհետև գիտի, որ իսկապես կորցրել է քեզ։ Բայց ճշմարտությունը միշտ դուրս է գալիս։ Իսկ եթե չգա, մամ։ Իսկ եթե մարդիկ հավատան նրան։ Իսկ եթե ես կորցնեմ իմ աշխատանքը, իմ հեղինակությունը, դեռ Հարությունին էլ քաշեմ իմ հետ, ապա դուք նորից կսկսեք։ Բայց միասին։ Եվ դա արդեն ավելին է, քան շատերն ունեն։ Անին եկավ մի քանի րոպե անց, բերելով գինի շոկոլադ։
Կանանց գոյատման սուրբ երրորդությունը հայտարարեց նա, փորձելով ժպիտ պոկել Լուսինեից։ Տես, այդ Ռաֆայելը ո՞րդ է։ Միշտ է այդպես եղել։ Բայց հիմա նա հուսահատ է, հուսահատ մարդիկ սխալներ են անում։ Նա կկախի իրեն իր ստերի մեջ։ Մինչ ընկերուհիները խոսում էին, Լուսինեի հեռախոսը զնգաց։ Դա Հարությունն էր, հարցնելով, թե կարող է արդյոք անցնել։ Նա համաձայնեց, կես ժամից էլ քիչ անց նա դռան մոտ էր, դեռս կոստյումով, գրասենյակից։ Նրա ներկայությունը տիկին Թերեզայի պարզ բնակարանում նկատելի հակադրություն էր ստեղծում։ Բայց Հարությունը ոչ մի անհարմարություն չցուցաբերեց։ Նա անկեղծ հարգանքով ողջունեց Լուսինեի մորը, քաղաքավարի գլխով արեց Անիին։ Կարող ենք խոսել, հարցրեց նա Լուսինեին։ Նրանք հեռացան դեպի փոքրիկ հետի բակ, որտեղ ծիրանենու տակ նստարան կար։ Նրանք նստեցին կողք կողքի, լռությունը ծանրացնում էր նրանց միջ։ Ես առաջարկ ունեմ, սկսեց Հարությունը։ Փաստաբանը ամբողջական ռազմավարություն է մշակել։ Մենք կանխելու ենք։ Մենք պաշտոնական հայտարարություն կանենք, ցույց տալով իրադարձությունների իրական ժամանակագրությունը։ Ձեր հաղորդագրությունները ընկերուհու հետ մեղրամսի գիշերը, Ռաֆայելի դավաճանության ապացույցները, ամեն ինչ։ Մենք կբացահայտենք ճշմարտությունը, մինչ նա կկարողանա այն աղավաղել։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Բայց դա նշանակում է ամեն ինչ բացահայտել։ Իմ նվաստացումը, իմ ցավը, ամեն ինչ հրապարակային կդառնա։ Ես գիտեմ։ Եվ այդ պատճառով մենք դա կանենք միայն, եթե դուք համաձայնեք։ Որովհետև դա ձեր պատմությունն է, Լուսինե։ Ոչ թե իմը, ոչ թե փաստաբանի։ Ձերը։ Եվ դուք լիակատար իրավունք ունեք այն գաղտնի պահելու, եթե նախընտրում եք։ Իսկ եթե ես այն գաղտնի պահեմ, Ռաֆայելը կպատմի իր տարբերակը, բոլորը կհավատան։ Գուցե։ Բայց ձեր արժանապատվությունը մնում է անձեռնմխելի։ Լուսինեն նայեց մտնող երկնքին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ անցել էր։ Դավաճանության, սխալ ձայնային հաղորդագրության, սկզբնական ամոթի մասին։ Եվ հետո մտածեց այն ամենի մասին, ինչ ձեռք էր բերել դրանից հետո։ Ուժը, որը գտավ, ճանաչված աշխատանքը, անսպասելի սերը։ Նա մեկ անգամ վերականգնվել էր։ Կարող էր նորից անել, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց այս անգամ պետք չէր միայնակ անել։ Մենք կբացահայտենք ճշմարտությունը, որոշեց նա։ Ամբողջը։ Բայց մենք դա կանենք միասին պաշտոնապես։ Ես այլս չեմ թաքնվի։ Հարությունը բռնեց նրա ձեռքը։ Վստահ եք։ Բացարձակապես։ Ռաֆայելն օգտագործել է իմ խոցելիությունը իմ դեմ ամիսներ շարունակ։ Հիմա ժամանակն է ցույց տալու, որ խոցելիությունը թուլություն չէ։ Դա իսկականություն է։ Եվ ես այլս չեմ ամաչի դրանից։ Հաջորդ օրը, նախքան Ռաֆայելը կկարողանար հրապարակել իր հարցազրույցը, ընկերության փաստաբանը հրապարակեց ամբողջական մանրամասն հայտարարություն։ Այն ներառում էր իրադարձությունների ամբողջական ժամանակագրությունը։ Ամուսնությունը մեղրամսի ընթացքում դավաճանության հայտնաբերումը, որը փաստաթղթավորված էր Ռաֆայելի Մարիամի միջ հաղորդագրությունների սկրինշոթերով, Լուսինեի վերադարձը ամուսնալուծության գործընթացի սկիզբը։ Այն նա ներառում էր վկաների, այդ թվում Անիի ցուցմունքները, որոնք հաստատում էին, որ Լուսինեն առաջինն էր հայտնաբերել դավաճանությունը, որ Հարությունի հետ հարաբերությունները սկսվել էին ամիսներ անց, երբ նա արդեն բաժանման գործընթացում էր։ Հայտարարությունն ավարտվում էր Հարությունի հայտարարությամբ, որում նա հրապարակայնորեն ընդունում էր հարաբերությունները պաշտպանում Լուսինեի ամբողջականությունը։ Նա գրել էր, որ հազվադեպ է խառնում անձնական մասնագիտական կյանքը, բայց բացառություն կաներ հստակ դարձնելու համար, որ Լուսինեն օրինակելի մասնագետ էր, որ նրա աշխատանքը միշտ հիմնված էր արժանինքների վրա, որ ցանկացած հակառակ ակնարկ կպատասխանվի դատական կարգով։ Արձագանքն անմիջական էր։ Լրագրողը, ում Ռաֆայելը դիմել էր, այնուամենայնիվ հրապարակեց հարցազրույցը, բայց այժմ այն ծիծաղելի էր թվում։ Սոցիալական ցանցերը բաժանվեցին, բայց շատերը պաշտպանեցին Լուսինեին։ Կանայք կիսվում էին դավաճանության մասին նմանատիպ պատմություններով, թե որքան դժվար է վերականգնել կյանքը դրանից հետո։ Եվ պատմությունը սկսեց փոխվել։ Ռաֆայելը, հասկանալով, որ պարտվում է, ուժեղացրեց հարձակումները։ Սպառնում էր դատի տալ Լուսինեին Հարությունին զրպարտության համար, պահանջում էր անհեթեթ փոխհատուցման գումարներ, ավելի ու ավելի դրամատիկ հարցազրույցներ էր տալիս։ Բայց նրա յուրաքանչյուր քայլ միայն ավելի էր բացահայտում նրա սեփական մանիպուլյատիվ բնույթը։
Հենց այդ ժամանակ Հարությունը որոշեց ավելի հեռու գնալ։ Նա վարձեց քննիչների, ովքեր պարզեցին, որ Մարիամը միակը չէր։ Ռաֆայելը Լուսինեի հետ հարաբերությունների ընթացքում ունեցել էր առնվազն 2 սիրուհի։ Բոլորը գտնվեցին, կապվեցին։ Եվ բոլորը համաձայնեցին ցուցմունք տալ, բացահայտելով նրա պահվածքի օրինաչափությունը։ Երբ այդ տեղեկությունները հրապարակվեցին, Ռաֆայելի պատմությունն ամբողջովին փլուզվեց։ Նա չէր այն դավաճանված զոհը, որը փորձում էր թվալ։ Նա սերիական մանիպուլյատոր էր, ով վերջապես բացահայտվել էր։ Նրա սպառնացող դատական գործերը կորցրին վստահությունը, նրա սեփական փաստաբանն առաջարկեց, որ նա ընդունի ամուսնալուծության պայմանները առաջ շարժվի, մինչ իրավիճակն ավելի կվատանար։ Մինչդեռ աշխատանքում անսպասելի բան տեղի ունեցավ։ Լուսինեին մարգինալացնելու փոխարեն, նա սկսեց աջակցություն ստանալ։ Այլ աշխատակիցներ մոտեցան, ոմանք կիսվում էին չարաշահող հարաբերությունների կամ դավաճանությունների մասին իրենց պատմություններով։ Խոցելիությունը, որը նա բացահայտել էր, իսկական կապեր ստեղծեց։ Եվ նրա աշխատանքը նախագծի վրա շարունակում էր անթերի լինել, ապացուցելով, որ իր անձնական հույզերը չէին ազդում իր մասնագիտական կարողությունների վրա։ 3 շաբաթ անց լրատվամիջոցների փոթորիկի սկզբից հետո, մի երեքշաբթի օր Հարությունը նրան կանչեց հանդիպման։ Երբ Լուսինեն մտավ կոնֆերանս դահլիճ, նա զարմացավ, տեսնելով ոչ միայն Հարությունին, այլ ընկերության ամբողջ տնօրինությանը։ «Լուսինե, նստեք, խնդրում եմ», ասաց Հարությունը, ձայնը պաշտոնական, բայց աչքերը քնքուշ։ Նա նստեց, սիրտը արագ բաբախելով, չիմանալով, թե ինչ սպասել։ «Մենք ձեզ այստեղ ենք կանչել պաշտոնական հայտարարություն անելու համար», սկսեց տնօրեններից մեկը։ «Նախագիծը, որը դուք ղեկավարում եք, գերազանցել է բոլոր ակնկալիքները։ Ձեր նվիրվածությունը, ստեղծագործականությունը, ղեկավարությունը հիմնարար էին այն հաջողության համար, որը մենք տեսնում ենք», Հարությունը շարունակեց։ «Դրա համար մենք կցանկանայինք ձեզ առաջխաղացում առաջարկել։ Դուք կլինեք թվային նախագծերի նոր մենեջերը, սեփական թիմով նոր նախաձեռնություններ մշակելու ինքնավարությամբ»։ Լուսինեն անխոս մնաց։ Առաջխաղացում։ Այդ ամբողջ քաոսի մեջ նրանք ճանաչում էին նրա աշխատանքը։ «Ես չգիտեմ, ինչ ասել»։ «Ասեք, որ ընդունում եք», ժպտաց Հարությունը։ «Ես ընդունում եմ», ասաց նա, հուզված ձայնով։ «Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն վստահության համար։ Դուք արժանի եք դրան, Լուսինե։ Եվ մենք հուսով ենք, որ կշարունակեք մեզ զարմացնել»։ Հանդիպումից հետո, երբ բոլորը դուրս եկան, Հարությունը մնաց։ Նրանք երկար նայեցին միմյանց, իսկ հետո նա ժպտաց։ «Դուք հաջողեցիք»։ «Մենք հաջողեցինք», ուղղեց նա, ծիծաղելով արցունքների միջից։ «Ես մի բան ունեմ», ասաց նա, ձայնը մի փոքր վարանող։ «Ուրբաթ օրը բարեգործական միջոցառում կա։ Մի գալա ընթրիք, որը ընկերությունը հովանավորում է ամեն տարի։ Ես միշտ մենակ եմ գնում, բայց կցանկանայի, որ դուք ինձ հետ գնայիք։ Պաշտոնապես։ Որպես իմ ուղեկցուհի»։ Լուսինեն հասկացավ դրա ծանրությունը։ Դա կլիներ նրանց առաջին հրապարակային հայտնվելը որպես զույգ սկանդալից հետո։ Դա հստակ հայտարարություն կլիներ, որ նրանք այլս չէին թաքնվում։ «Ես կցանկանայի», պատասխանեց նա։ Ուրբաթ երեկոյան Լուսինեն նյարդայնացած էր, բայց վճռական։ Անին օգնել էր ընտրել երկար կարմիր զգեստ, էլեգանտ բարդ։ Երբ Հարությունը նրան վերցրեց անթերի սմոքինգով, նա որովայնում թիթեռներ զգաց, ինչպես դեռահասը։ Միջոցառումը շքեղ էր։ Երանի գործարար էլիտայի հարյուրավոր մարդիկ, բոլորը էլեգանտ հագնված, շրջում էին շամպայնի բաժակներով։ Երբ Լուսինեն Հարությունը միասին ներս մտան, նկատելի լռության պահ եղավ։ Բոլոր հայացքները դառնացան դեպի նրանց։ Հարությունն ամուր բռնեց նրա ձեռքը բարձր գլխով առաջնորդեց նրան սրահով։ Ողջունեց գործընկերներին, ներկայացրեց Լուսինեին ոչ թե որպես իր աշխատակից, այլ որպես իր ուղեկցուհի։ Եվ յուրաքանչյուր ներկայացման մեջ նրա ձայնում հպարտություն կար։ Ընթրիքի ընթացքում, նստած գլխավոր սեղանի մոտ, Հարությունը կենաց խմեց։ Նա վեր կացավ, բաժակը ձեռքին շուրջը նայեց սրահին։ «Ես կցանկանայի օգտվել այս պահից, շնորհակալություն հայտնելու բոլորին ներկայության բարեգործական նպատակներին աջակցելու համար, որոնք այս երեկոն ներկայացնում է։ Եվ նա պաշտոնապես ներկայացնելու մեկին, ով շատ հատուկ է։ Լուսինեն ոչ միայն բացառիկ մասնագետ է եղել մեր ընկերությունում, այլ մեկը, ով ինձ սովորեցրել է քաջության իսկականության արժեքը։
Ես պատիվ ունեմ նրան ունենալ իմ կողքին, թե մասնագիտորեն, թե անձնապես։ Սրահը մի վայրկյան լռեց։ Այնուհետ ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Եվ մեկ ուրիշը։ Եվ շուտով ամբողջ սրահը ծափահարում էր։ Լուսինեն աչքերում արցունքներ զգաց, բայց այս անգամ դրանք երջանկության, թեթության, հաղթանակի արցունքներ էին։ Երբ միջոցառումն ավարտվեց, նրանք դուրս եկան մեքենայի մոտ, Լուսինեն վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Հարությունն անմիջապես գրկեց նրան ավտոկայանատեղիում, քաղաքի լույսերի տակ։ Դուք անհավանական եք, շշնջաց նա։ Մենք անհավանական ենք, ուղղեց նա, ծիծաղելով։ Արցունքների միջից։ 3 ամիս անց Լուսինեի ամուսնալուծությունն ավարտվեց։ Ռաֆայելը հրաժարվեց իր բոլոր անհեթեթ պահանջներից առանց հետագա դրամայի ստորագրեց փաստաթղթերը։ Մարիամն էլ էր նրան թողել, իմանալով մյուս կանանց մասին, նա իրեն մենակ գտավ իր ստերի հետ։ Լուսինեն, մյուս կողմից, ծաղկում էր։ Նրա նոր պաշտոնը մարտահրավերներ էր նետում նրան այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել, բայց նա իրեն ավելի ընդունակ էր զգում, քան երբևէ։ Նա մոր բնակարանից տեղափոխվեց սեփական տուն, Երանի կենտրոն թաղամասի ժամանակակից լոֆթ, որը նա ինքն էր զարդարել։ Տիկին Թերեզան միշտ այցելում էր, իսկ Անին գրեթե ապրում էր այնտեղ հանգստյան օրերին։ Եվ հարությունը դարձավ մշտական ներկայություն նրա կյանքում։ Նրանք դեռ զգույշ էին գրասենյակում, աշխատանքային ժամերին պահպանելով պրոֆեսիոնալիզմը։ Բայց դրանից դուրս, նրանք կառուցում էին ինչ-որ ամուր բան։ Նա պաշտոնապես ծանոթացավ տիկին Թերեզայի հետ, տասնյակ անգամներ ընթրեց նրանց հետ, գրավեց Լուսինեի մոր սիրտը իր անկեղծ քնքշությամբ։ Եվ Լուսինեն ծանոթացավ նրա ընտանիքի հետ, որը սկզբում վարանող, վերջիվերջո ընդունեց նրան, տեսնելով, թե ինչպես էր որդին վերջապես ամբողջական թվում։ Այն աղետալի մեղրամսից 1 տարի անց, որն ամեն ինչ փոխել էր, Լուսինեն նորից լողափում էր։ Բայց այս անգամ այլ էր։ Դա վարձակալված տուն էր, պարզ, բայց հմայիչ, հարությունի կողքին։ Նրանք քայլում էին ավազով մայրամուտին, ձեռք ձեռքի տված, հարմարավետ լռության մեջ։ Դուք ինչ-որ բանի համար զղջո՞մ եք, հանկարծ հարցրեց հարությունը։ Լուսինեն մի պահ մտածեց։ Արդյոք նա զղջում էր Ռաֆայելի հետ ամուսնանալու համար։ Գուցե։ Բայց դա նրան բերել էր մինչ այստեղ, մինչ այս պահը, մինչ այդ մարդը իր կողքին։ Ոչ, անկեղծորեն պատասխանեց նա։ Որովհետև այն ամենը, ինչ անցա, ինձ բերեց մինչ ձեզ։ Ինձ բերեց մինչ այն անձնավորությունը, որը դարձա։ Եվ ես սիրում եմ այդ անձնավորությանը։ Նա ժպտաց քաշեց նրան իր գիրկը։ Ես նույնպես շատ եմ սիրում այդ անձնավորությանը։ Եվ այնտեղ, ալիքների ձայնի նրա գրկի ջերմության ներքո, Լուսինեն վերջապես խաղաղություն զգաց։ Դա մանկության տարիներին իր պատկերացրած հեքիաթային ավարտը չէր։ Դա ավելի լավն էր։ Դա իրական էր։ Դա կառուցված էր ճշմարտության, հարգանքի անկեղծ սիրո վրա։ Դա անկատար էր մինույն ժամանակ հրաշալի։ Նա սկսել էր այդ ճանապարհորդությունը կոտրված սրտով կործանարար ամոթով։ Եվ ավարտում էր ուժով, արժանապատվությամբ սիրով, որը դիմակների կարիք չուներ։ Ռաֆայելը փորձել էր կոտրել նրան, բայց պարզապես կոտրել էր նրա փխրուն վախեցած տարբերակը, որը նա սովոր էր լինել։ Մոխիրներից ծնվածը մի կին էր, ով գիտեր իր արժեքը, ով չէր վախենում խոցելի լինելուց, ով գտել էր մեկին, ով նրան տեսնում էր հենց այնպիսին, ինչպիսին նա էր, սիրում էր նրան դրա համար։ Ամիսներ անց, մի հանգիստ երեկո, հարությունը նրան հետ տարավ լեռների ամառանոց։ Պատրաստեց հատուկ ընթրիք, վառեց բուխարին, մեղմ երաժշտություն դրեց։ Եվ երբ նրանք նստեցին պատշգամբում, աստղերի տակ, նա բռնեց նրա ձեռքը։ Լուսինե, երբ դուք սխալմամբ ուղարկեցիք այդ ձայնային հաղորդագրությունը, դուք շրջեցիք իմ կյանքը։ Դուք ինձ ցույց տվեցիք, որ ես դատարկ կյանք էի ապրում, թաքնված աշխատանքի պարտականությունների հետում։ Դուք ինձ սովորեցրիք նորից զգալ։ Եվ ես սիրում եմ ձեզ։ Սիրում եմ ձեր ուժը, ձեր խոցելիությունը, ձեր վերականգնվելու կարողությունը։ Սիրում եմ, թե ինչպես եք դուք ինձ ստիպում ցանկանալ ավելի լավ մարդ լինել։ Նա ծնկի իջավ, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Դուք ուզում եք ձեր կյանքի մնացած մասն անցկացնել, պարզելով, թե ինչ կարող ենք սովորեցնել միմյանց։ Լուսինեն նայեց իր արջի տղամարդուն, այն տղամարդուն, ով նրան տեսել էր իր ամենավատ պահին ընտրել մնալ։ Այն տղամարդուն, ով պաշտպանել էր նրան, երբ նա ամենաշատն ուներ դրա կարիքը։ Այն տղամարդուն, ով բացվել էր նրա համար, երբ բոլոր մյուսները տեսնում էին միայն սառը դիմակ։
Եվ արցունքներով դեմքին ժպիտով, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը, նա պատասխանեց. Այո։ 1000 անգամ այո։ Լուսինեի կյանքը դրանից հետո կատարյալ չէր։ Դեռ մարտահրավերներ կային, դժվարություններ, ծանր պահեր։ Բայց նա դրանց դիմակայում էր այն համոզմունքով, որ մենակ չէր։ Եվ որ երբեմն ամենակործանարար սխալները կարող են մեզ տանել ամենազարմանալի ճիշտ որոշումների։ Այն սխալմամբ ուղարկված ձայնային հաղորդագրությունը, ի վերջո, սխալ չէր։ Դա տիեզերքն էր, որ դավադրություն էր կազմակերպում նրան ճիշտ ճանապարհի վրա դնելու համար։ Եվ նա վերջապես տանն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լուսինեի Հարություն Վարդանյանի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվել եք հաղթահարման, սիրո վերսկսման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա դավաճանությունն էր մեղրամսի ժամանակ։ Լուսինեի քաջությունը, ճշմարտությունը բացահայտելու համար։ Թե անսպասելի սերը, որը ծնվեց սխալից։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, ճակատագրի շրջադարձերը, այն ուժը, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս ներսում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր պատմություն կշոշափի ձեր սիրտը։ Մինչ շուտով։